Արտաքին դատարան մեկ անգամ ձեռնարկությունը կարող գերավոր ներկայացնել վարորդի ուղղի հետագան հաջորդ դատական նիստին դա հաշվի կառուցի առաջին մասի 50-րդ կետն է գերավոր նախատեսում առավոտությունը որ վարորդի ուղղի Ագել դատարան անցած դատական նիստին երկար չեմ եղել բանության պատճառով բայց հետևել եմ ամբողջ դատական նիստին ներկայացնել որ հաստատան Վարդանյանը ինչ է ասում որ գնդակարել է ներողացել եմ էլի Հիմա դրա մասին ինչի համար եք ասում որ բան ինչի համար ասում որ չեմ դե իրա դատարանական իրավունքից է օգտվում առարկում ես էլ իրավունքից չօգտվում դուք ինչ եք անում առարկում եք դատարանի գործողությունները դատարանի Ինչ եք ուղղարի ասում ասում եմ որ աշխարհարչած սուտասան կաստաբանն է էլի Արգել Հաջորդի նմանատիպ արտահայտություններ հնչեցնելու դեպքում դատարան ձեռնարկական սանկցիա Պատվարժան դատարան, եթե իրականում չեք կիրառում դատավարական սանկցիա, այն պայմաններում, որ նախորդող դատավարական նիստերի ընթացքում այդ թվում նախագահի և մյուս մասնակիցների նկատմամբ դուք միշտ սանկցիա կիրառել եք, և այս պարագայում ես միշտ էլ ասել եմ, ամեն դեպքում պարոն Քլոյանի վիշտը ես ընկալում, բայց պարոն Քլոյանին որևէ մեկը իրավունք չի տվել, առավել ևս իմ նկատմամբ նման արտահայտությամբ հանդես գալու։ Ես ինձ նաև որպես հայ մարդ տարիքը հաշվի առնելով չեմ պատասխանում ձեզ, բայց այն, որ ձեր արտահայտությունը պետք է ունենա իրավական հետևանք, անխոս։ Իդեպ, գործընկերս գտնում է, որ քրեական հետապնդում ձեր նկատմամբ պետք է հարուցել։ Դե դեպքում դուք կարող եք ինքնակամել ներկայանաք հաջորդ անգամ քննչական մարմին, մինչև տենց արտահայտություններ անելը, բայց ես միևնույն է ձեր տարիքը հարգում եմ և դատարանին եմ հարգում, որ հիմա ձեզ չեմ պատասխանում։ Շնորհակալություն։ Պատվարժան դատարան իմ համար ընկալելի չէր ձեր խտրական վերաբերմունքը, որովհետև ամենայն դեպս պաշտպանական կողմի նկատմամբ, հատկապես կարկառունի նկատմամբ, յուրաքանչյուր բառ, որ ես ասում եմ, և նախորդ դատական նիստին ասի, որ իմ մոտ տպավորություն է, որ ես շուտով եթե ասեմ հարգելի դատարան, դուք էլի կիրառելու եք սանկցիա։ Բայց դուք սանկցիա եք կիրառում են պաշտպաններում, երբ որ կիրառելու իրավունք չունեք, և այն պայմաններում, երբ որ ակնհայտ եք սանկցիա կիրառեք, ասում եք հաջորդ անգամ պետք է դառնա։ Սա կոնկրետ խտրական վերաբերմունք է, ուղղակի արձանագրենք այս փաստը, հետագայում իհարկե դա ունենա համապատասխան վերաբերմունք։ Կարելի է։ Սահակյան, դուք նաև հաշվի չեք կարգում մեր հանգամանքը, որ դատարանը մեկ անգամ ամենայնպես ընդգծել է, որ առանձնակի հարկանք ունի որևէ հակակերան կամ առավել ընդգծված բացասական վերաբերում ձեր նկատմամբ դատարանը չունի, ձեր միամսյակն է շնորհավոր։ Շնորհակալ եմ շատ, բայց ձեր գործողությունները հակառակի մասին։ Կարճ Բարսովոսյան շարունակեք մեր գործընթացը։ Պատվարժան դատարան, այս վարույթը ձեր կանոնության տակ նոր է գտնվում, բայց մենք այս վարույթով բավականին երկար ժամանակահատված դատական պրոցեսի մեջ ենք եղել, ու ես ուզում եմ հիշեցնեմ, որ այս պրոցեսում նախորդիվ քննության ընթացքում հարցանցում նրան է ասել, որ փաստաբանների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցվել, ու այդ բոլորը գալիս է նրանից, ինչի կապակցությամբ ես նաև դիմումով եմ ուսեկետական, գործին դերությունացիլեք ապշային, մեկ դատական նիստի համատանգությունը չապահովելու հետ կապված չեմ ներկայացել դատական նիստին, ու այս բոլոր գործողությունները գալիս էին այս տիպի վարքագիծը դատարանի կողմից չկանխելու պատճառով։ Մենք մի հատ այսպես ասած փուլով, շրջափուլով մի անգամ անցել։ Այն ժամանակ, երբ որ բարձրաձայնում էին այս անթույլատրելի վարքագծի մասին, ես չէի լսում։ Հարցը հասավ նրան, որ դատական նիստեր չկայացան այս վարքագծի պատճառով։ Հետո նոր ասենք ուժողի ներկայացուցիչները երևի գիտակցություն եկավ, երևի չգիտեմ այլ հանգամանքներ առաջ եկավ, հասկացան, որ դատական նիստերի դահլիճը դա չի։ Հիմա ոնց որ հասկանում ենք, էլի ինչ-որ բան խառնել են։ Չեն հասկանում, որ գտնվում են դատական նիստերի դահլիճում, պատասխանատվություն պետք է կրեն իրենց արտահայտած ցանկացած մտքի հետ կապված,
Եթե դժվարանում են, ունեն ներկայացուցիչ, կարող են խորհրդակցել, դրանից հետո իրենց վարքագիծը պայմանավորել։ Ես չեմ հասկանում, ասեմ, արդյոք այդ նորմալ է, քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամի հորը, հայրը, երբ որ փաստաբանին ասում է սուտ ասա։ Մի հատ նայեք քաղաքացիական պայմանագրի կուսակցության արտահայտված դիրքորոշումները ընդհանրապես 7 տարվա մեջ սուտասանության հետ կապված, ու հիմա դատական նիստերի դահլիճում եկե դա է վիճակում։ Ես խնդրում եմ միջոցներ, գործուն միջոցներ ձեռնարկեք այդ առումով, որպեսզի այս դատավարությունը, եթե հնարավոր է, մնա իրավական դաշտում, այլ ոչ թե կան ու զրպարտող հայ մարդուն ոչ հարիր արտահայտություններ անեն դատական նիստերի դահլիճում։